Պարոն Դանելյան, նախ վերջին շրջանում շատ քննարկվող եւ մտահոգությունների առիթ տված կրակոցների մասին, ինչ վիճակ է Սյունիքում, ինչ տեղեկություններ ունենք։ Շնորհակալություն, կարևոր հարց եք ուղղում, կրակոցները հիմնականում Խնածախ գյուղի հարակից Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներից է հնչում, հիմնականում ուղիղ չեն թիրախավորում, բայց գիտեք, որ կան արդեն երկու դեպք առնվազն ես տեղյակ եմ, մեկ անգամ բնակչի տան վրա, մեկ անգամ էլ մշակույթի տան տանիքից մի քիչ ներքև հատվածն է վնասվել, պարբերաբար գյուղի բնակիչների հետ կապը պահում ենք եւ ես էլ նախատեսել եմ այցելեմ Խնածախ Օզնավար հանդիպեմ բնակիչների հետ, դժվար է մեկնաբանել, թե ինչ տրամաբանությամբ են ադրբեջանցիները կրակում եւ ինչու կոնկրետ այդ ուղղությամբ եւ եթե չեմ սխալվում կոնկրետ 10-ից 20 սկսած ժամի սկսում են, հետո կոնկրետ ժամի ավարտում, ինչ որ տենց սիմվոլիկա ոնց որ իրաց կողմից այդ ամեն ինչի մեջ։ Դուք արդյոք զրուցել եք քաղաքացիների հետ, որովհետև լրատվամիջոցների հետ զրույցում գյուղացիները մտահոգություն են հայտնում, որ չեն կարողանում քնել, այսինքն ինչ է արվում այս ուղղությամբ։ Ես համայնքի ղեկավարի հետ օրվա մեջ բազմաթիվ անգամներ կապի մեջ եմ եւ նաեւ վարչական ղեկավարների հետ ես նախատեսել էի Խնածախ եւ Խոզնավար այցանամ եւ լիագումար նիստերից հետո անպայման կգնամ եւ ուզում եմ բոլոր տները մտնել եւ մարդկանց հետ խոսել, որովհետեւ հասկանալի է, որ այդ մարդկանց մեջ իհարկե անհանգստություն կա, որը նորմալ է։ Բնականաբար անհանգստություն կունենան, որովհետեւ ըստ էության արդեն 2 դեպք արձանագրվել է, որ կոնկրետ թիրախի է կրակոցները կպել։ Դուք իշխանության անդամ եք, պարոն Դանելյան, արդյոք կա քննարկում իշխանությունում խոսում են նպատակը որն է Ադրբեջան, ձեր կարծիքով ինչու է հիմա գրակում Ադրբեջանը։ Գիտեք, իհարկե խոսում ենք, շատ դժվար է Ադրբեջանի նպատակի կամ Ադրբեջանի փոխարեն ես պատասխանեմ այդ հարցին, բայց ըստ էության խաղաղության բանակցությունների տապալումը կամ ուշադրության շեղումն է կարծում եմ խաղաղության օրակարգից։ Իսկ այդ հարցի վերաբերյալ նաև Սյունիքի մարզում տեղ համայնքի ղեկավարը եւ պաշտպանության նախարարը առանձնազրույց ունեցան։ Անդրադառնանք հենց իրենց այցին Փաշինյանը, պաշտպանության նախարարը, հետարքիր էր պաշտպանության նախարարի այցը նաև, ինչով էր պայմանավորված արդյոք սահմանային իրավիճակով։ Կարծում եմ ոչ, պաշտպանության նախարարի այցը Սյունիքի մարզ պայմանավորված էր նաև մի քանի տարբեր տեղերում վարչապետի հետ այցանելով ավելի մեկնաբանություններ չեմ կարող տալ։ Այսինքն անվտանգային չէր այցը։ Ըստ էության օրակարգը այնպիսին է, որ անվտանգային թեմաներից չենք խոսացել։ Գյուղացիների հետ շփումը Փաշինյան տպավորություններ, որ այդ մարդկանց նախորոք բերել էին, կանգնել էին այնտեղ, որովհետև խնդիրներից շատ չեն խոսում, այդպես կազմակերպված էր այցը քաղաքացիների մասնակցությունը այդ միջոցառումներին այցի ընթացքում։ Չեմ կարծում, որ այդպիսի բան Սյունիքում հեշտ է կազմակերպել, սյունեցիք տարբերվում են հենց իրաց դուրս խոսալով, ինչ խնդիր կա, միշտ բարձրաձայնում են, չեմ կարծում ինչ որ կազմակերպվածություն կա, երևի կողքից նման տպավորություն է թողնում, բայց ոչ բնական այց էր եւ բնական իրավունքով անցավ։ Փաշինյանն այդ տիկնոջ հետ կրթվել է նորեձև այդ արշավը իրականացրեց Սյունիքում, դուք այդ նախ մասնակցել եք դրան եւ ինչ է կարծում, ինչպես է ընդունվում ընդհանրապես նման միջոցառումները Սյունիքում եւ ինչպես է վերջին այդ միջոցառումը Աննա Հակոբյանի կազմակերպած ընդունվել։ Ես կապանից հետո Մեղրի համայնք ճիշտն ասած չեմ գնաց եւ Մեղրի որևէ ծրագրի չեմ մասնակցել, հետեւաբար դժվար կարող եմ ասել ինչպես է տպավորությունը քաղաքացիների, մասնակիցներին պետք է հարցնեք, ես կապանի միջոցառումներին եմ մասնակցել, այնուհետեւ վերադարձել եմ Երևան։ Մենք հիշում ենք, թե պատերազմից հետո օրինակ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք ինչպես էր ուղեկցվում, ինչ է փոխվել, արդյոք ինչ-որ բան փոխվել է, դրա համար եմ հարցնում, գուցե այդ մարդիկ, ովքեր այնտեղ կանգնած են եւ Փաշինյանի հետ հանդիպում էին, ձեր բերած կոպիտ ասած, ձեր նկատունեմ իշխանության կազմակերպված այսպես բաներ։ Չէ, շատ լավ հարց եք տալիս։
Իհարկե բերած չէր եւ ըստ էության այդ ամեն ինչը ինչ որ նշում եք դուք պատերազմից հետո տեղի ունեցածը ակնհայտ կազմակերպված էր եւ մեծ մասամբ բացահայտված էր, որ շրջանակների կողմից է բացահայտված։ Մենք սյունեցիները Սյունիքում բոլորին դեմքով, անուն ազգանունով, սովորած դպրոցով ամեն ինչ գիտենք եւ մեզ շատ դժվար է ցույց տալ, թե իբրև քաղաքացիներ են այդպես դիմավորել։ Ոչ դա կազմակերպված էր եւ եթե կազմակերպված չլիներ, երբեք սյունեցիները նման գրեիք ձեւ որևէ առաջնորդի երբեք մենք դաստիարակված կուլտուրա ունեցող ժողովուրդ ենք եւ Սյունիքն էլ տարբերվում է որ իր կրթական բարձր մակարդակով մենք երբեք տենց չենք դիմավորի մեր հյուրերին։ Եվ պարոն Դանելյան, շատ է խոսում Սյունիքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների, падգամավորների, վարչության անդամների հետ կապված հակասությունների մասին, մեկը մյուսի հետ լեզու չի գտնում, մարզպետի հետ կապված խոսակցություններ կան, ընդհանուր առմամբ կառույցում Սյունիքի քաղաքացիական պայմանագրի եւ Մեղրիում, եւ Կապանում, եւ Գորիսում հաշտ հարաբերություններ։ Տեսեք, Սյունիքում եւ եթե չեմ սխալվում, որևէ մարզում չկա կուսակցության մարզային կառույց, կա համայնքային կառույց։ Օրինակ ես Կապանի տարածքային խորհրդում եմ ընտրվել եւ մեր խորհրդում ամեն ինչ շատ համերաշխ է։ Ունենք խորհրդի նախագահ, խորհրդի քարտուղար, նիստեր ենք անում, ես պարտադիր բոլոր նիստերին մասնակցում եմ ու ամբողջը քաղաքական process-ներ է։ Ինչ վերաբերում է մարզային բանով, ես առնվազն իմ դիտարկետից կարող եմ պատասխանել, ես որևէ մեկի հետ անձնական խնդիրներ չունեմ, աշխատանքային խնդիրներ բարբերաբար բոլորի հետ կարող է լինել, հաշվի առնելով, որ մեր մարզի շուրջ լարվածությունը, ուշադրությունը եւ միջազգային այդ լարվածությունը մեծ է եւ մենք շատ նրբանկատ հետեւողական ամեն հատվածի, ամեն կտոր խնդրի հետևից պետք է գնանք, որովհետեւ առանց այնա մեր մարզը շատ ուժված է այդ տրամադրությունների արդյունքում։ Մարզպետի հետ էլ հակասություն չկա քաղաքապետի Կապանի հետ։ Ոչ, եւ մարզպետի, եւ Կապանի համայնքապետի, եւ Սյունիքի բոլոր համայնքապետերի հետ ես համագործակցում եմ ըստ իրավիճակի, ըստ անհրաժեշտության ելնելով Սյունեցու շահերից։